Մի արա։ Ես հոտել ենք։ Քո հեռախոսին ուրիշ կին պատասխանեց։ Հա ինչ, հետո ինչ։ Դու ինձ չես սիրում, աղա։ Այսինքն եթե իմ հեռախոսին ուրիշն է պատասխանում, դու դրանից հետևություն ես անում, որ ես քեզ չեմ սիրում, հա։ Էռնա։ Պակասեց շարիկները։ Ինձ մի նեղացրու։ Ես քեզ չեմ նեղացնում, բայց դու արդեն ստիպում ես, որ ես քեզ վիրավորեմ։ Ով է այդ աղջիկը։ Չես ճանաչում։ Բայց ով է։ Նորմալ չէ, որ ես զանգում եմ քեզ, իսկ քո հեռախոսին չոր անծանոթ կին է պատասխանում։ Իմ գործընկերուհին է Էռնա։ Իսկ ինչ մնում է նորմալ ու աննորմալ լինելուն, նորմալ չի այն, որ մենք 10 տարուց ավել ամուսնացած ենք ու երեխա չունենք։ Արի որդեգրենք։ Ես կարամ իմ հարազատ երեխան ունենամ, ես դրա խնդիրը չունեմ, Էռնա։ Հավո։ Դու գիտես ես քեզ ինչքան շատ եմ սիրում, որ ես պատրաստ եմ գնամ այդ քայլին, որ երեխա որդեգրեմ, որ դու քեզ լավը զգաս, քեզ մայրը զգաս, երջանիկ ապրես, ու ես տեսնեմ քո երջանիկ լինելը։ Հայ Էռնա, ես քեզ այդքան սիրում եմ, իսկ դու դրել ինձ անիմաստ խանդում ես, ինչի՞, որ ընդամենը իմ գործընկերուհին իմ հեռախոսին պատասխանելը պատահական, ու դու գիտես ես իրան ինչ օրն եմ գցել դրա համար։ Այդ խեղճ աղջկան ոնց եմ պատժել։ Դու մենակ տենայիր, չգիտեմ, քո վրա ոնց կազդեր։ Հանուն քեզ։ Ավ կներես։ Խնդրում եմ կներես ինձ։ Ես ուղղակի հիմարի մեկն եմ։ Ես քեզ շատ եմ սիրում, ու առանց քեզ չեմ կարող ապրել։ Այս անգամ ներում եմ, հանուն մեր ընտանիքի, բայց եթե մի անգամ էլ կրկնվի, դու ինձ ընդհանրապես չես տեսնի, Էռնա։ Ոնց է երևում, որ լավ պարապել ես։ Հիմնականում պարապմունքից հետո ես դու սենց ախորժակով հաց ուտում։ Բացի այդ, Արի Խոստովանի, որ մեր մոտ Հայաստանում ուտելիքը շատ համով է։ Բայց դու արի մի տնավորվի, հա։ Ովա տղա, չես մոռացել, չէ, որ մարտից հետո վերադառնում ենք Մոսկվա։ Չեմ մոռացել, մամ ջան։ Դու ավելի լավ է լարվածությունից ազատվես։ Չեմ լարվում, ով ջան։ Հա, Հայաստան գալուտ լարվածությունը անցել է, նկատում եմ։ Ասում եմ մեկ էլ մարտի տորն եմ ահա որ լարվելու, չգիտեմ ինչ եմ անելու։ Հա, իդեպ, այսօր հունան մակունցն անձամբ էր եկել տեսնելու, թե ոնց եմ պարապում։ Հունան մակունցը։ Ինչ ծանոթ է։ Մամիկ, ասել եմ։ Էդ են մարդն է, ով կազմակերպել էր բռնցքամարտիկների համար երեկոն։ Հա, հիշեցի, ասել ես բալես, հա։ Ինչի սկսեցիր ինձ սիրահետել են ժամանակ, երբ մերոնք բոլոր դռները փակեցին իմ առաջ։ Սրտիցս արյունակ աթում, բայց ախր Դավիթին էլ բարկացնել չեմ կարող։ Повторите, пожалуйста, имя, отчество и фамилия. Марк Рафаэлович Саркисян.
Алло? Я еду в Москву. Լավա, Ով։ պապին, իր այդ չէիր գրվում։ Պեսքս լավա, Դե ոչինչ էլի։ ճիշտ է։ Մոռացել էի, որ դու միս դժգոհություն ունես, Բայց ես չդժգոհեցի։ բայց գոհել չէր խաչ։ Դե ներողություն, որ քո աստվածային գեղեցկություն չեմ միանում։ Պատրաստ ես, Լիո ջան։ Հա, Սա լույսը ուղղեմ ու սկսենք։ Գրիմյարը չի եկել։ Անկեղծ ասած, ես մի ժամ ախցանման մեջ է, բայց եկեք չսպասենք, էլի։ Եթե պետք լինի, ես ինչ-որ շտկումներ կանեմ։ Լավ։ այո։ Արտակ ջան, բայց խնդրում իրան ամեն ինչ շատ մանրամասն բացատրեք, էլի ուղղակի փորձ չունի։ Արտակ ջան, իրան էլ ասեք, որ ես ճիշտ է մոդել չեմ, բայց ֆոտոապարատը գիտեմ ինչ է։ Լիո ջան, փայլում ես։ Իրա մոտ տենց բաներ մի ասա։ Մեկը ինքը դժգոհ համանալու։ Տղա որպես մոդել չես է փայլում։ Քրտնել ես ճակատդ փայլում է, սիրուն չի կադրում։ Մի արա ոչում բան, արի ես կուղում։ Սպարտադիր է։ Ինչի վախենում ես աստղային փայլդ խամբի։ Ես չես վախենում, որ ես կարամ հունից դուրս գամ։ Ես ու չես հասկանում, որ քո ամբիցիաները այստեղ ոչ ոք չի տանելու։ Ամբիցիաներ չկան։ Դե գիտես ինչ, ես էլ մանկուց չեմ երազել քրտինքդ մաքրել։ Պետքա անում եմ։ Դու էլ պիտի կանգնես ու հանգիստ նկարվես։ Պիտի։ Հա, պիտի։ Եկեք չկռվենք, նկարահանումը շարունակենք։ Մի քանի սիրուն կադր ստանանք։ Լիո ջան, արի փորձենք մի քիչ շարժման մեջ, հայացքը դեպի ձախ։ Այսինքն ձախ գնամ, քայլեմ։ Չէ, իմիտացիա ստեղծենք, իբր քայլում ես։ Ախպերս կներես, բայց չհասկացա ինչ ես ասում։
սենց ասեմ, կներես աղբերս, բայց ես գնացի։ Չհասկացա ուր ես գնում։ Գիտես ինչ կա աղջիկ ջան։ Գիտես ում վրա կգնաս կծիծաղաս։ Հիմա ասել էի։ Լսի ով է քո վրա ծիծաղել։ Չես տղեն ուղեղից հիվանդ է։ Համեցեք նստիկ։ Ինձ ձեր մասին Ռոբերտն է ասել։ Ես իհարկե շատ փորձեցի նրան բերել իմ ռեստորան, բայց ինքն անդավաճան մնաց եւ ինձ ասաց, որ իր փոխարեն կուղարկի ավելի լավ խոհարարի։ Ռոբերտն իմ լավ ընկերն է։ Հուսով եմ ընկերությունից դրդված ձեզ չի գովել։ Ես էլ։ Գիտեմ, որ մեծ աշխատանքային փորձ ունեք։ Այո, մի քանի տարի աշխատել եմ ռեստորանում որպես խոհարար։ Եթե գաղտնիք չի, ինչու եք դուրս եկել։ Ճիշտ ասած, աշխատավարձը ճիշտ ժամանակին չվճարելու համար։ Հասկացա։ Մեզ մոտ նման խնդիր չի կարող լինել։ Ես մենակ ուրախ կլինեմ։ Ռոբերտի հանդեպ իմ վստահությունը շատ մեծ է, բայց եթե թույլ կտաք, մի բան եմ ուզում խնդրել։ Լսում եմ։ Խոսեք, հանգիստ խոսեք։ Չէ, խնդիր չկա։ Ուզում եմ խնդրել որպես հարցազրույցի ավարտ եւ կարեւոր մաս, եթե դες համար դժվար չէ, ինձ համար մեր մենյուից շոքեխաշատ ձուկ բանջարեղենով պատրաստեք։ Եթե իհարկե ձեր ժամանակը թույլ է տալիս եւ այն կտրամադրեք մեզ։ Սիրով։ Շնորհակալություն։ Մանուշ! Մանուշ! Լավ չես գում, պապի։ Շուտ արա, զանգի Դավիթին ու Լեոին թող կան։ Ինչ անղես, պասի շտապօգնություն կա։ Պետք չի ասում եմ զանգի, թող կան։ Աղբորդ եմ գտել։ Զույգ աղբորդ, զանգի թող կան։ Զանգի։ Շուտ ասա, բաղատում եմ։ Շուտ արի տուն, պապին լավ չի, շուտ արա։ Ինչ ա եղել։ Արի ասում եմ։ Հալիա ջան։ Անի ջան, 1000 անգամ կներեք իհարկե, բայց ձերս ասած տղան լրիվ աննորմալ է։ Այդ տղայի հետ մի բան են չի։ Հիմա ինչ ա եղել։ Նկարահանման կեսից թողեց գնաց։
Ես ախր ձեզ ասում եմ, ինքը խնդրահարույց է։ Բայց ինչի են այդ խնդիրները մենակ քո հետ կապված լինում։ Այսինքն մի բան էլ ես եմ մեղավոր։ Այս նկարահանումը շատ կարևոր է, Լեա։ Խնդրում եմ այդ հարցը շուտ կարգավորես։ Այդ տղան համենայն դեպս ինձ վրա վատ տպավորություն չի թողել։ Եթե ներանձնային խնդիր կա, խնդրում եմ ձեր մեջ լուծեք։ Չես պատկերացնի ինչքան եմ աշխատալ, որ ես դպրոցում մնամ։ Պատկերացնում եմ։ Օրերով ամիսներով չեմ քնելու, ես ամեն ինչի ինձ ձեռքերով եմ սարքել։ Դրա համար էլ սենց լավ արդյունք կա էլի, բաբ ջան։ Կարոտում ես չէ պարապմունքներդ։ Ապա ոնց։ Ամեն օր երազումս տեսնում եմ ոնց եմ գալիս զալ, քրտնում պարապում։ Չգիտեմ առանց սպորտի ինչ չեմ պատկերացնում, պապ։ Այսօրվանից դպրոցը քանում եմ։ Ինչ ես անում։ Որ հետ չմնաս, որ գոնե ես ամեն ինչով մխիթարվես, գաս, գնաս, զբաղվես։ Բայց ես չեմ ուզում փարատվեմ, ես չեմ ուզում համակերպվեմ այդ իրողության հետ, պապ։ Ես քո քայլով իմ վերջին հույսը փշրում ես։ Գրիշ։ Պապ, խնդրում եմ։ Եթե ես հույսի վերջի կաթիլը ունեի, դու ես քո քայլով այդ հույսերս փշրում ես։ Ես չեմ ուզում, չգիտեմ, դասատու կամ մարզիչ լինեմ։ Ես ուզում եմ կռվեմ։ Վերցրու բանալիներն ու անցի գործի։ Չէ։ Գրիշ։ Պապ, խնդրում եմ, մի արա այս քայլը։ Նորից եմ ասում, ես չեմ ուզում ինչ-որ մեկին կռվել սովորացնեմ։ Ես ուզում եմ կռվեմ ինքս։ Գոնե դու ինձ հույս տաս, վերջին հույսս սպանում ես, պապ։ Պապի ինչ ա եղել։ Դավիթը ուր է։ Չգիտեմ, զանգերից չի պատասխանում, բայց ասաց, որ ինչ-որ գործնական հանդիպման պետք է լինի։ Ախբարը թեթքի վրա եմ դուրս եկել։ Պետք է Մոսկվա գնանք։ Պետք է փող ճարենք, չգիտեմ։ Ամեն ինչ եմ ընկնում, անուն, ազգանուն, հայրանուն։ Չգիտեմ, պետք է փող ճարենք, գնանք, բայց անպայման։ Պապի, մենակ հանգստացի, կճարենք։ Հեշտ ես ասում։ Իմ մորի պատճառով փողից կտրվեցի։ Ում։ Չէ, պապի, մանամ զանգել է շտապ օգնություն։ Չի թողում։ Պետք չի։ Լավ էլ պետք է, դու չգիտես։ Շնորհակալ եմ։
Շնորհակալ եմ Դավիթ ջան։ Մեր մենեջերը ձեր հեռախոսը համարն ունի եւ շատ շնորհակալ եմ ձեր տրամադրած ժամանակի համար։ Ես եմ ձեր շնորհակալ։ Կսպասեմ ձեր զանգին։ Հաջողություն։ Շատ համեղ եմ։ Հունան ջան, ինչ ա եղել։ Ինչ որ բան են չի։ Հավո փորացավը տասա։ Չէ, ցավտանը նորմալ է։ Գժված ես։ Ուզում իմանամ ինչ ա եղել։ Պապ, կարելի է։ Արի բալես։ Բարև ձեձևո։ Բարև ցավտանը։ Հո շատ զբաղված չէր, քեզ կտրեցի գործերից։ Չէ, պապ ջան, ես կողմերում էի։ Դες վերցրա։ Մի հատ ուշադիր նայ, դες սխալներ արած չլինեն, որտեվ սա ինձ պետքա ֆորմալ անգլերենով լինի։ Հա, բայց ես կարայի ուղարկել իմ համակարգչով ուղեի մի անգամից։ Չէ, իմ առաջ նստի ու արա։ Թե չէ քեզ ու աղբորդ, որ ինչ-որ մի բան եմ խնդրում, օրերով պետք է անգնեմ ձեր հետևից։ Լավ էլի, պապ։ Երբ ա եղել դու ինձ մի բան խնդրես, ես մերժեմ։ Ինչ ա եղել։ Ոնց որ մի տեսակ ես։ Մի քիչ, գործի հետ կապված։ Գործի հետ կապված ինչ։ Դե մեր մարքեթինգի ղեկավարը ձերեն բռնցքամարտիկ Լեոին էր ուզել, ես մեր նոր մարզահակուսները գովազդելու համար։ Եկավ, սկանդալ սարքեց, մի խոսքով ամբողջ նկարանումը չեղարկվեց։ Մարքեթինգի ղեկավարն էր կանչել։ Պապ, ես այդ տղայի նման ինքնահավան ու զզվելի երևույթ իմ կյանքում չեմ հանդիպել։ Հələ դու էլ ուզում էիր իրան ձեռքիդ տակ առնեիր։ Ում։ Այդ Լեոին։ Ինչի տենց զարմացալ որ։ Դե չէ, Հունան ջան։ Անես չտես որ մի երևակա էլի կռվողա։ Այդ տղային թվում է կյանքն էլ առեինք։ Անընդհատ, երբ ես իրան տեսնում եմ, ինքը կռիվ է ման գալիս։ Քեզ նեղացրել է։ Չէ, պապ ջան, չի նեղացրել, բայց իր պատճառով թուքում ուրկերը։ Ախարետովա, որ դրան էլ կանչել նկարում եք։ Ուզում ես ձեռքիդ տակ վերցնես։ Հունան ջան, այն Մոսկվայից եկած տղեն։ Հա։ Ես Լեոյի մենակ դեմքն է սիրում։ Տակը լրիվ դատար կա։ Այդ Մոսկվայից եկած տղուն վերցրու։ Ինձ լսի վերցրու։ Վերջ, պապ ջան։ Տես։ Ընդհանրապես 2 րոպե տևեց։ Լավ, պապ ջան, ես գնամ, հասկանամ ինչ եմ անում։ Պետք է ես դրան զանգեմ։ Չէ, այ պապ, մաման կապարտես չի։ Թող գնա իր գործերին, ես ներվեր չունեմ այդքան։ Իսկ դու շուտ ես տուն գալու աղջիկ ջան։ Կփորձեմ։ Իրականում գործերը շատ են հետ ընկել։ Լավ մնա, ձեձավո։ Դու էլ ցավը տանեմ, զգուշ կլնես։ Հա, ով։ Մի տեսակ է սերևում։ Հա, մտքերով եմ։ Լուրջ ես ասում, տենց լինում է։ Դու մտածում ես։ Հունա սրտովս կնա։ Փաստորեն դու սիրտել ունես։ Ինչ-որ բան կարողանում ես զգաս։ Վարձվում է կարքին տղա ես եղել, ես ոչ էլ այսքան ժամանակ նկատել եմ քեզ։ Հունան, ես քեզ ասում սիրտ չունեմ, մտքերով եմ դու հումորներ ես անում։ Երախուն որդեգրելու պահով եմ մտածում։ Ուզում եմ հենց անեմ Էռնայի սրտով ելնի։ Ախ, Էռնայի սիրտու տամ իրա ցավը տանեմ։ Ուզում եմ երջանիկ տեսնել կողքս։ Ինչ ես արել։
Երեխա որդեգրելու հետ կապված։ Չէ, ընդհանուր առմամբ։ Այդ ինչ ես արել, որ միտքդ տենց փոխվել է։ Դու չէի ուզում ուրիշ երեխուն պահել, չէ։ Խառն էր մոտս, ներվայնացած ջղայնացած էի մի բան էլ ասեցի։ Այդ դեպքում տենց բաները քիչ ասա։ Որ ես էլ չմտածեմ, որ ինչ-որ մեղք ես գործել ու մեղքերդ քավելու համար սենց որոշման ես եկել։ Ունան, այսքան տարի անցել, բայց մեկը, դու ինձ թշնամու աչքերով ես նայում։ Հեռատեսեմ դրանից հա։ Լավ, քիթդ մի կախի։ Հիմա տես քո համար ինչ գժական ու թույն առաջարկում եմ։ Եվ տես հիմա քեզ վերցնում ես, ստեղից տանում ես դուրս։ Դուրն էլ դրսի կողմից փակում ես։ Ես էլ իմ համար ստեղ հանգիստ աշխատում եմ։ Լավ եմ չէ մտածել։ Անտիր, լավ ունան։ Ապեր։ Դավը ուր ես մեռանք զանգելով։ Ինչ է։ Դավ շուտ արի տուն պապին լավ ճիշտ ապօգնություն են կանչել։ Ինչի՞ց է վատացե սիրտն, հա։ Ապեր շուտ արի հասի տուն։ Արի հասի հասկանանք ինչ են գանում, հետո կպատմեմ ինչ ա եղել։ Լավ էսա գալիս եմ, տաքսի եմ նստում գամ։ Վերաստված մի հրաշք կրա, երեխուս գտնեմ։ Խնդրում եմ մի քանի վայրկյան չխոսել, որ կարողանամ չափել ձեր ճնշումը։ Ոնց չխոսեմ կմեռնեմ, սիրտս կանգնում է։ Չեք մեռնի, պապիկ ջան, հանգիստ եղեք։ Պապի լավ էլի մի վարքյան սուս մնա, թող ես մարդը իր գործը անի։ Քեզ հետ եմ խոսում այդ տղա։ Բժշկու հետ եմ խոսում։ Խնդրում եմ ձեռքը մի շարժեք, որ կարողանամ չափել, լավ։ Ցավը տանը։ Ոնց ես։ Մոսկվայից էին զանգել։ Ախպորդ անուն, հայրանուն, ազգանունով նոր փաստաթուղթ են գտել։ Ոնց որ թե դուրս են գալիս մարկի հետքի վրա։
Լուրջ ես ասում։ Բավ կատակ չեմ անում։ Ես ես ապուշների պես եմ։ Ինձ սխալ եմ ասում։ Լավ, պապի, մի հատ սպասի հասկանանք ինչ ենք անում։ Ինչ դանենք, հարցը փողն է։ Պետք է փող ճարենք ու թռնենք Մոսկվա։ Բայց ո՞նց։ Պապի, այս նոր գործս ոնց որ լինում է։ Եթե ամեն ինչ լավ եղավ, ավանս կվերցնեմ։ Դա աստված։ Դու մենակ մի մտածի, լավ։ Ապրես։ Ապրես։ Ասա գրիշ։ Բարև ձեզ, Գրիգորի համար եմ զանգարում Լողավազանից։ Լսում եմ։ Եթե հնարավոր է, խնդրում եմ շուտ գաք։ Իսկ ինչ եղել։ Լողավազանում իրեն վատ է զգացել, հազիվ են ջրցանել։ Լսում եմ։ Մի հարցով եմ զանգել։ Արի դու առհասարակ ինձ ոչ մի հարցով մի զանգիլ, հա։ Նկարահանման մասին է խոսքը։ Որ նկարահանման։ Այն որ հարամ արեցիր։ Զանգել եմ ասում կներես։ Ուզում եմ, որ նորից կազմակերպես։ Յա։ Այդ ո՞նց եղավ, որ բարձրությունից իջար ու ներողություն ես խնդրում։ Լեա, մարդավարի եմ խոսում հետդ։ Ես էլ։ Չի երևում։ Դե առհասարակ հեռախոսով չի երևում, լսվում է։ Լավ երկար ես շարունակելու սենց։ Նոր նկարահանում կազմակերպելու համար ինձ թույլտվություն է պետք։ Մի վայրկյան ճշտեմ կզանգեմ։ Լավ, կսպասեմ քո զանգին։ Արտակ ջան, կներես, որ էլի անհանգստացնում եմ։ Մեր չակերտավոր մոդելը ոնց հասկացա զղջացել է ու նորից ուզում եմ, որ նկարահանումը տեղի ունենա։ Դու ստուդիայում ես։ Ոնց արդեն քաղաքից դուրս ես։ Իսկ ոչ մի տարբերակ չունենք, որ կազմակերպենք նկարահանումը։ Հա, բայց լավ բան ես ասում։ Համել ստուդիայից մի 1000 անգամ ավելի հետաքրքիր կլինի։ Լավ, մի հատ սպասի հասկանամ ես ոնց եմ կազմակերպում ու քեզ հետ զանգահարեմ, լավ։ Ալո։ Նոր նկարահանում հնարավոր է կազմակերպել, բայց քաղաքից դուրս։ Ես քեզ հասցե կուղարկեմ կգաս։ Լավ, շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Հնտարես, ոնց ես։ Ոնց որ արդեն լավ է, բաչան։ Մենակ մի քիչ գլուխը սաֆարում։
Բրավո չեմպիոն։ Համ չեմպիոն ես, համ սիմպո ես։ Պրիվետ։ Ասեցի չմոտենամ, որ չխանգարը։ Ոնց եք։ Անտիր, բոլորից լավ։ Աղբերս այնքան լավ, որ սրանից լավ արդեն կարա վտանգավորը լինի։ Մանավանդ, որ քո մասին լավ խոսացել եմ, լավ ասել եմ, դու ասելը որն է, ընենց եմ արել, որ միջև ֆեդերացիա հաստի, հոգիս փառավորվել է ցավդ տանը։ Ես սիրում եմ, Վով ջան, ես սիրում եմ տաղանդավոր շնորհքով տղերքի մասին խոսալ, բարձրաձայնել ու գովել։ Շնորհակալ եմ։ Ասում է շնորհակալ եմ։ Էդ ես եմ շնորհակալ, մեռնեմ կյանքիդ։ Ես ասել եմ, ավոն, ավետը, ընենց պտի անի, ու քո կարիերայի սկիզբը շատ ուժեղ պտի դրվի, որ դու սաղին ջարդելով, քիթ, ականջ փշրելով, տարորելով, գլուխն ուտելով գնաս առաջ։ Բոքսը թշնամանքի մասին չի։ Այդ գլուխ ուտելն էլ տեղին չէր։ Դու կլինս լսես, հա, ավոն որ մի բան ասում է, ուրեմն գիտի, այդ հուզիչ, ռոմանտիկ, ապրելակերպի մտածելակերպը հանի միջիցդ, այո, ասել եմ ու ասում եմ, պտի տարորելով առաջ գնաս, աղբեր, այսօր սկի աղբերն աղբորն է դեմ դուրս գալիս, եթե պետք է ուրեմն պտի նաև ոչնչացնի,